Երևանում արտահերտ ընտրությունների անհրաժեշտություն տեսնում եք։ Չէ։ Չեմ պատասխանում։ Ես չխոսամ, ջղայնանում եմ այդ թեմայից։ Չեմ կարող ասել։ Ես ընդհանրապես չեմ զբաղվում, ոչ էլ գնացել եմ, ոչ էլ գնում եմ։ Քաղաքապետի աշխատանքը ձեզ գոհացնում է։ Բացարձակ։ Կարծում եմ այո։ Քաղաքապետի։ Երևանում։ Այո, քաղաքապետը։ Գոհացնում է ձեզ քաղաքապետը։ Չի գոհանացնում, բայց ընտրությունները դրա լուծումը չեն։ Իսկ ի՞նչն է լուծումը։ Չգիտեմ։ Ծնա չէ։ Երևի թե այո։ Օրինակ ինչը չի գոհացնում ձեզ քաղաքապետի աշխատանքը։ Մաքրություն։ Լավ բաներ կայ ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ լավ է, չեք ուզում քաղաքապետը փոխել։ Չէ, մենք ուզենք խաղաղություն եւ ամեն ինչ լավ է լա։ Հատի բարավարության կորսն է։ Քաղաքականություն է։ Ուզում եք քաղաքապետը փոխվի։ Ոչ։ Գոհացնում է Ավինյանը ձեզ։ Կյանքը ասպես է, մարդիկը կոհանան, մարդիկը թշկոհին, բայց լավ է, խաղաղ է երկինքնից։ Խաղաղ է։ Ուրիշ երգիրներու նայելով, ուրիշ երգիրներ գրիվ, զարկ, ես Սուրիային եկել եմ Հալեբեն, մինչև հիմա հոն, իրար կողնալ, իրար սպանել, չէ շատ, ինչու հաբասկան տուրիստ կա, եթե աբահով չլա։ Երևանում ընտրությունների անհրաժեշտություն տեսնում եք արտահերթ։ Ավականու։ Այո։ Ընդհանրապես ավականին պիտի վերացնեն, որովհետև մեկա գոր չեն։ Չէ։ Իհարկե։ Երևանում ընտրությունների անհրաժեշտություն։ Թիվ 1 ես երևանցի չեմ, արտասահմանցի եմ, չգիտեմ իմ կարծիքը ինչ կան գանցի թե չէ։ Այո, տեսնում եմ, բայց ինչ էլ պատասխանեմ, ուրիշ սևով եք ընդունելու։ Քաղաքապետի այո։ Օրինակ ինչը չի գոհացնում Ավինյանի աշխատանքին ձեզ։ Փողոցների աղտոտվածությունը։ Ինչ ասեմ, տրանսպորտի հետ կապված հարցեր կան։ Սակագինը տրանսպորտի։ Հաջան, Տրանսպորտի նոր սակագինը։ տրանսպորտի հետ ես ճիշտ ասած կապ չունեմ, որովհետև ունս մոտ է աշխատավայրից, ոտքով գնում, ոտքով գալիս եմ։ Ինձ դա այդքան էլ չի անհանգստացնում։ Էլ ինչ ասեմ։ Բայց ընտրությունների անհրաժեշտություն կա ամենտեղ։ Ընտրությունների անհրաժեշտություն կա, որովհետև ես տեսնում եմ, որ նույնիսկ քաղաքի կենտրոնում փողոցները այն վիճակում չեն, էլ ինչի մասին է խոսքը երկրորդական փողոցներում կամ ծայրամասերում։ Այդ ինչ է կատարվում։ Մեքենաները շատացել են, խնդիր է, ճիշտ է, բայց այս վիճակ չի։ Մեքենաների միջով չեն կարողանում անցնել։ Որտեղ արտահերթ, բոլոր պետք է միանան, դրանց շուտ հանեն դուրս, քանի մեկ լուրեր եմ լսում, ասում են ադրբեջանցու ձեռքը չբռնեցին, որ ցեղասպանություն չլիներ, աղջիկս, բռնեք ձեռքը, քանի ես մի բուր Հայաստան եմ մնացել։ Խաղաղության պայմանագիր է կնքում Փաշինյանը։ Ինչ խաղաղություն, ինչի մասին է խոսքը, ես անձամբ իմ տեսարս Անդրանիկի զինվորներից այր է կղվել այրա հետ։ Նրա ես ուրիս ամբողջ ընտանիքը, իմ պապաս, իմ մամիկս լրիվ կոտորածներից են, թուրքը մնաթուր, դա խաբեությունը մեղք է մեր ժողովուրդ, գովելու ոչինչ չկա, չի մնացել։ Մի տրանսպորտը հարամ են արը ժողովորդի գլխին, ինչը չեն հարամ արը, նայեք մի պահ հայաց կցեք եղաբլուր, կցեք ամբողջ Հայաստանի քաղաքների, գյուղերի գերեզմանոցները, իմացեք դա դրա աշխատանքի արդյունքն է։ Նիկոլ Փաշինյանի։ Էլում կարող եմ ամութը, նա որ պարտվել է, պետք է ինքնուրույն մի քիչ ամութաբուղ ունենար հեռանար։ Սուս գնար, ինչ որտեղ մարդիկ կասեն չկարողացա մեղայական կլներ էլ իրան։ Չամրվում մնացել լղոզվետ աթորում ես երկիրը, չգիտեմ, թող մտածեն, քանի չի լուծվարը։